ողջունները պատահական չեն։ Ես ուզում եմ, որ մենք գոնե մի քանի րոպեով մեր ուշադրությունը կենտրոնացնենք այն դրվագին, որը հիմա է սկսվում, իսկ հետո շարունակելու ենք վայելել օրվա ընթացքը, ինչպես եւ խոստացել ենք։ Ես շատ ուրախ եմ տեսնել մարդկանց, ովքեր առանց սպորտի իրենց կյանքը չեն պատկերացնում, եւ մարդկանց, ում մենք կփորձենք լավ իմաստով հեղափոխել եւ հասկացնել, որ սպորտը ոչ միայն մոդայիկ է, ոչ միայն առողջության հետ է կապված, սպորտը ոգեշնչում է, սպորտը խաղաղություն է, սպորտը միմյանց հասկանալու եւ իհարկե նոր հաջողություններ գրանցելու լավագույն գործիքներից մեկն է։ Բարեկամներ, ապրիլ 6-ը ամբողջ աշխարհում նշվում է սպորտի միջազգային օր։ Եվ շնորհակալ խոսքի համար այստեղ բեմ հրավիրել կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի փոխնախարար Տիկին Հասմիկ Ավագյանին ձեր ծափահարությունները։ Շնորհակալություն։ Հարգելի մարզիկներ, մարզասերներ, մարզիչներ, սիրելի հայրենակիցներ, այսօր ողջ աշխարհում միավորված ազգերի կազմակերպության 2013 թվականի որոշմամբ աշխարհում նշվում է որպես սպորտի միջազգային օր, բայց սիրելիներս, սպորտը մեկ օրվա աշխատանք չէ, սպորտը 365 օրվա քրտնաջան աշխատանք է, սպորտը բարեկեցություն է, սպորտը ազնվություն է, սպորտը առողջ ապրելակերպ է, սպորտն ազնվություն է, սպորտն հումանիստար գաղափարների տարածման միջոց է, ազգամիչյան կապեր հաստատելու միջոց է սպորտը։ Շնորհավորում եմ բոլորիս, շնորհակալ եմ մասնակցության համար եւ թող որ Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից եւ Հայաստանի Հանրապետության այն անձանց կողմից դրված ջանքերի արդյունքում, որ պիտի սպորտը մասսայականացվի, որ պիտի մեծագույն նվաճումներ ունենանք, թող Աստծով իրականանան։ Շնորհավորում եմ բոլորի սպորտի միջազգային օրվա կապակցությամբ, հուսով եւ վստահությամբ, որ պիտի շարունակական լինեն Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները մարզական։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին փոխնախարար խոսքի համար, շնորհավորանքի եւ այն կարեւոր իհարկե կետերի ընդգծման համար, որոնց շուրջ այսօր մենք բոլորս կենտրոնացրել ենք մեր ուշադրությունը։ Տիկին Ֆրանսուազ Յակոբին հրավիրելու ժամանակն է։ Thank you, Nazishat Bareses. I have to speak English. Sorry about this, but I can say one thing in Armenian. Shunsh Artashunsh. So, and I want to thank Nazik Avdalyan for inviting me to speak today. Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Նազիկ Ավդալյանին այսօր հրավիրելու ինձ եւ իմ խոսքը ասելու այստեղ։ Now I started sport when I was 2 years old. Wow. I started swimming. So ես սկսել եմ սպորտը, երբ որ 2 տարեկան եմ, սկսել եմ լողից։ And I am now 58 and I'm still doing sport and I'm still competing. Ես հիմա 58 տարեկան եմ եւ ես հիմա եւս զբաղվում եմ սպորտով եւ եւս մրցում եմ։ Հրապարակը որպես այդպիսի ընկալում եւ մարզական իրադարձությունը, որը այսօր Նազիկ Ավդալյան Ֆոնդեյշնի նախաձեռնությամբ հենց այս պահին դառնում է իրականություն։ Իրականում ցանկացած լավ գաղափար իհարկե սիրտ ջանք է պահանջում, որպեսզի կայացնես, ու կարևոր է, որ քեզ հավատան ու քո կողքին հայտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել։ Եկեք մինչև մեր մյուս բանախոսին խոսքը փոխանցելը շնորհակալություն հայտնենք Women of Armenia Network ընկերությանը, ծափահարություններ դրանց շատ մեծ ու կարևոր աջակցության համար։ Evera Clinic-ին շնորհակալություն, InSport Wellness Center, ձեզ եւս շնորհակալություն։ Հաջորդիվ FAA Armenian Automobile Federation, ավտոմոբիլային ֆեդերացիային ծափահարություններ, շատ մեծ շնորհակալություն։ Հայեմ ես Streetball Armenia, Street Workout Armenia, Leadership School, հետո գալիս են լրատվականները, որոնք ինֆորմացիան տարածել են եւ օգնել են շատ-շատերին տեղեկանալ միջոցառման մասին։ Armen Press-ին շնորհակալություն, Ռադիո Ավրորա, Ռադիո Մարշալ, Ռադիո Հայ եւ Երևան 105.5 ծափարենք ինֆորմացիոն աջակիցներին եւս բարեկամներ։ Մենք ունենք նաեւ գլխավոր գործընկեր, ժամանակն է մեր բանախոսներից հենց նրան հրավիրելու եւ այսպես GTB Holdings-ի փոխտնօրեն Թեմին Ավարդանյանին ձեր ծափահարություններով դիմավորեք եւ լսենք նրա խոսքը։ Սպորտին աջակցելը, սպորտի հանրայնացման աջակցելը չափազանց կարևոր ինչ է։ Շնորհակալություն ձեզ։ Շատ պարտավոր ես նողեր։
Շնորհակալություն, հարգելի տիկին փոխնախարար, հարգելի տիկին Ֆրանսուազ Յակոբ, հարգելի տիկին Մովսեսյան եւ անչափ սիրելի եւ մեր հպարտություն տիկին Ավդալյան։ Սիրելի մարզիկներ, մարզասերներ, մասնակիցներ։ Մեզ համար մեծագույն պատիվ է Միացյալ Ազգերի կազմակերպության կողմից զարգացման եւ խաղաղության համար սպորտի միջազգային օր հռչակված այս հրաշալի միջոցառման արդիվ ողջունել ձեզ եւ որպես գլխավոր գործընկեր հանդես գալ եւ ինձ որպես GTB Holdings-ի ներկայացուցիչ սա իրապես շատ պարտավորեցնող է, որովհետեւ վերջին տարիներին մանավանդ մեր երկիր մոլորակի այսչափ թշվառության, թշնամանքների խոչընդոտները շատ հատկանշական է այն վերնագիրը, որը կրում է, ես պետք է բառացի ցիտեմ, ներողություն սպորտ, կամուրջներ կառուցելով եւ խոչընդոտներ քանդելով։ Սա թերևս շատ խորհրդանշական վերնագիր է այս միջոցառմանը եւ ինչպես գիտենք սպորտը չի ճանաչում ոչ սահմաններ, ոչ մշակույթ, ոչ ազգություն եւ խաղաղությունը եւ սպորտի միավորումը թերևս ամենաշատն է անհրաժեշտ մեր մոլորակին։ Եվս մեկ անգամ ասեմ, որ շատ պարտավորեցնող միջոցառում է, ես շատ սպորտով չեմ զբաղվում, ինչի համար ափսոսում եմ, բայց առիթը բաց չեմ թողնի բոլորին, այդ ու նաև ինձ կոչ անել հետայսու հնարավորինս ներգրաված լինել եւ սպորտի մեջ եւ նմանօրինակ միջոցառումների։ Բոլորիս մրցունակություն եւ բազմաթիվ հաջողություններ, շնորհակալություն։ Շնորհակալություն խոսքի համար, շնորհավորանքների եւ պահի կարեւորությունը իհարկե արժեվորելու։ Ձերի բարեկամներ, մենք շարունակում ենք սպորտի մասին շատ են խոսում, իրականում այնքան տարական բաներ կան, բայց պիտի ասես դրանց մասին, որովհետև նոր սերունդը գալիս է ու նրանք էլ իրենց չափաբաժին ինֆորմացիան պետք է լսեն։ Սպորտը կարևոր է անհատապես յուրաքանչյուրիս համար, սպորտը կարևոր է հանրության համար, սպորտը կարևոր է միջազգային կապերի համար, սպորտը դարձել է մեզ լիցքաթափող, մեզ ուժ տվող, մեզ ոգեշնչող ամենակարևոր գործիքներից մեկը։ Ձերի բարեկամներ, հիմա պիտի հնչեն թերևս ամենաբարձր ծափահարությունները, վարկյաններ անց, որովհետև ամեն օր չի պատահում այնպես, երբ հանրապետության հրապարակում հանդիպում ես նրա նման մարդու։ Աչքերը վառվում են ոգևորությունից եւ ես առհասարակ շատ ուրախ եմ, որ նման մասշտաբի մարզական հաջողությունների հասած մարդը ոչ միայն մնացել է մարզաձևում որպես ապագա սերունդներին կրթող անձնավորություն, այլ որոշել է ավելի մեծ թռիչք ունենալ։ Այդ թռիչքը օգուտ է բերում բոլորիս, այդ թռիչքը օգուտ է բերում սպորտին Հայաստանում։ Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի եւ աշխարհի ծանրամարտի չեմպիոն մեր սիրելի Նազիկ Ավդալյան, ձեր ծափահարությունները սպորտի օրը Հայաստանի Հանրապետության հրապարակում հենց նրա մեծ ջանքերի շնորհիվ է կայանում։ Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ շատ եւ ուրախ եմ այսօր, որ այստեղ եք։ Ես ուզում եմ ողջունել եւ իմ շնորհակալությունը հայտնել ԿԳՄՍ նախարարությանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին եւ GTB Holding-ին այսօրվա միջոցառման գլխավոր հովանավոր լինելու համար, ինչպես նաեւ բոլոր այն սպորտաձևերին, որոնք որ մասնակցում են, ես այդպես չնշեմ, կարող է պայտակ մոռանամ եւ ես ինձ շատ վատ կզգամ։ Շնորհակալ եմ բոլորին։ Իմ ամենամեծ երազանքը որպես էգոիստ մարզիկ ես ուզում եմ, որ այսօրը ապրիլի 6-ը նշվի փառատոնի նման, նշվի ամենամեծ միջոցառման նման, բոլոր մարզերում, բոլոր գյուղերում, բոլորը նշեն այդ օրը մեծ շուկով եւ դա դառնա ոնց է ամանորը, զատիկը, ոնց է նշում, չգիտեմ, այդպես նշեն ողջ Հայաստանում։ Ես երկար չեմ ուզենա խոսեմ, ուզում եմ պարզապես բոլորիդ մաղթեմ գեղեցիկ օր եւ որ թեկուզ ոչ պրոֆեսիոնալ սպորտով, բայց գոնե սպորտով զբաղվեք։ Շնորհակալ եմ շատ եւ բոլորիդ լավ օր։ Ապրիլի 6 աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյան իր երազներ տեխնիկան ճիշտ պիտի անեմ, ասա ոնց մոտենանք։ Մոտենալը շատ գեղեցիկ։ Հպարտ։ Ահա։ Այն հիմա ինչ որ կասեմ, խնդրում եմ, որովհետեւ ֆիթնես ակումբներում բոլորը դրան ուշադրություն դարձնեք, սիրելիներս։ Անպայման ծանրաձողը կետնից պոկելուց մեջքը արտակորված վիճակում։ Շատ եմ տեսել, այսպես անում են,
ու վնասվածք են ստանում, որը որ շատ սխալ է ու վատ է։ Էնպես որ առաջին նախապայմանը մեջքը ուղիղ։ Նաջան քո համար ծանր չի, չէ՞։ Ծափարություններ, բարձրացնում։ Հիմա ես կփորձեմ։ Մեջքը ցիկ։ Մոդիկ կանգնի շտանին, ապրես, մեջքը դու այդպես ապրես, հրե։ Ռակ մի վախեցրու։ Շնորհակալություն Նազիկ Ավդալյանին, շնորհակալություն ձեզ բոլորի, ծափարություններ։ Ինչպես իմ լավ ընկեր Ժակ ասեց, ես Հասմիկն եմ ներկայացնում եմ Women of Armenia կազմակերպությունը եւ այս գեղեցիկ աղջիկներին, որ տեսնում եք, մենք ենք բերել, որովհետեւ Նազիկը եւ ես ունենք նույն սկզբունքները, որ մարզերում բնակվող կանայք եւ աղջիկները պետք է նույնպես ունենան հնարավորություն մեզ նման մարզվելու եւ սպորտով զբաղվելու, քանի որ ես ինքս նախկին պրոֆեսիոնալ գիմնաստ եմ։ Եվ այստեղ են գտնվում Girls of Armenia-ի եւ բասկետբոլի եւ ֆուտբոլի թիմերը, իրենք լինելու են այս կողմի վրա, խնդրում եմ անպայման գնալ իրենց նայել, բալետ անել եւ ծափահարել, որպեսզի իրենք ոգևորվեն, քանի որ գտնվում են հրապարակում, եկել են Մեծամուրից, եկել են Արարատի մարզից եւ այսօր այստեղ մեզ գեղեցիկ տուն են պարգևելու։ Ժամանակն է ձայնի հնարավորությունը փոխանցել մեր գործընկերներին, որոնք ներկայացնում են In-Sport Wellness Center-ը եւ դուք կունենաք հրապարակում բաց մարզում բոլոր մանրամասները, թե ինչ է կատարվելու ձեզ հետ եւ ինչ է ներկայացվելու մասնակիցների կողմից, նրանք էլ հենց կհայտարարեն։ Եկեք մի հատ ծափահարություններով ողջունենք։ Քերծվածքները կամ մակերեսային բերքերը, որոնք քիչ արյունահոսող են, իրենք համարվում են քիչ վտանգավոր, որոնք կարող են դիմանալ հոսող ջրնալ, նորից նստացնում ենք, ասում ենք, որ ինքը սեղմի ու բարձրացնի իր ձեռքը։ Հիմա տեսեք, ես աշխատում եմ իր արյան հետ չշփվել, բայց միևնույն է կարամ ես էլ արյունոտ եմ։ Պատկերացրեք գնդակի հարվածի ուժեր, կպավ դեմքից ու ընկավ գետի։ Ոչ մի բան ընկել ես, այսենց, գլուխը սահուն հետ ենք տանում, կզակը բարձրանում է վերև, ուղիղ անկյուն է կազմում, ու քանի որ լեզուն ֆիքսված է մի անգամ է փորձենք։ Ինչպես է տրամադրությունը։ Եվ այստեղ եմ հրավիրում մեր տաղանդավոր ու գեղեցկուհի երգչուհուն, հուսով եմ ավելի բարձր ողջույններով կդիմավորեք Մարինե Մանասյան։ Just թե հոգիդ լիքը ամիգում
կանչում էր անտես խաղաղ երեկո ու հողանջները կապույտում անձայր թիթերի նման ջաղրում էին դեր երբերուներում զնգալով անցար որպես մի ողանջ մի լուսեթի դեր անցար լուսավոր հեռավոր թեթև Չարանգայթի պես իրիկ նամուտի իսկ սիրտս տխուր հոգնաբեկ անթև խմում էր իջնող տագնապը մութի ու հողանջները կապույտում անձայր թիթերի Տեսնում եմ արդեն Նազիկ Ավդալյան հիմնադրամի շապիկներով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից շնորհակալական նվերներ մեր սպորտային գործընկերներին։ Սիրով ձեզ ենք շնորհակալ այս։ Շնորհակալ ենք շատ։ Համեցեք մեծ սիրով բարձր ծափահարենք օրվա գլխավոր գործընկերոջնո Հովանավորին GPT Holdings Միջոցառումն իրականացվեց Կրթության, գիտության նախարարության հետ համատեղ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ Իսկ իհարկե գլխավոր, մեղավոր և կազմակերպիչ Նազիկ Ավդալյան հիմնադրամ Եվս հրաշալի մարդը, ով կարողացավ իր ընդամենը մեկ փոքրիկ ցանկությունը դարձնել այսպիսի մեծ իրադարձություն, որ սպորտը Հայաստանում այսպիսի մասշտաբների հասնի։ Hey, Chila!